Միեդի հրապարակած նոր վիճակագրությամբ Հայաստանը բացարձակ առաջատար է, այդ դատարան ներկայացված բողոքների թվով։ Ըստ ձեզ ինչով է սա պայմանավորված, որ տարեցտարի այդ դիմումները Միեդում Հայաստանի դեմ ուղղված ավելանում են։ Մենք ունենք հարյուրավոր դիմումներ, որոնք Միեդ են ներկայացվել Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանի դեմ, կապված իրենց սեփականության ենթադրյալ իրավունքի պաշտպանության հետ եւ նաեւ բազմաթիվ են գործեր, որոնք որ էլի Արցախյան կոնֆլիկտի հետ կապված այս վերջին դեպքերով են գնացել Ադրբեջանի կողմից, իրենք եւս հրապարակային հայտարարություններ են արել։ Մենք պետք է այդ հանգամանքները հաշվի առնենք։ Եթե խնդիրը ներկայացված դիմումներն են, ես ուզում եմ մի քանի բան ասել։ Տեսեք, ես չգիտեմ թվերը եւ չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց եթե շատ են դիմումներ գնացել, ուրեմն մի քանի գործոն կա։ Առաջին, ուրեմն մեր փաստաբանական համայնքը սկսել է ավելի պրոֆեսիոնալ աշխատել Եվրոպական դատարանի հետ։ Երբ ես մի քանի տարի առաջ զբաղվում էի Եվրոպական դատարանի հետ կապված հարցերով, մենք շատ ենք կարևորում դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը։ Եվ ես հիշում եմ, որ այս ուղղությամբ մենք թարգմանեցինք, բավական մեծ ջանքեր դրա վրա ծախսեցինք եւ հրապարակեցինք Եվրոպական դատարան դիմելու հայերեն լեզվով այսպես ուղեցույցը, որ Եվրոպական դատարանը կազմել էր, թե ինչպես են դիմում, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել եւ այլն։ Մենք սկսեցինք նաեւ այլ աշխատանքներ եւս կատարել են ժամանակ, հրապարակել, էլի թարգմանած տպագրել տեղեկագրերը Եվրոպական դատարանի եւ այլն։ Մի բան պարզ է, որ Հայաստանի փաստաբանները, Հայաստանի իրավական համայնքը շատ մեծ հարգանքով է վերաբերվում Եվրոպական դատարանին եւ սա եւս կարծում եմ կարեւոր գործոն է։ Այսինքն մենք դա միայն բացասական առումով չգնահատենք, այլ գնահատենք որպես մեր փաստաբանների ուշադրության նշան, նրա նշան, որ մարդիկ ժամանակին են դիմում Եվրոպական դատարան, այլ ոչ թե սպասում են շատ երկար ժամանակ է անցնում, այնուհետև չեն դիմում։ Կան բավարար թվով պրոֆեսիոնալներ, որոնք կարող են որակյալ դիմումներ ներկայացնել եւ այլն։ Պարոն Մելիքյան, դուք նշում եք Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումները, բայց անկախ այդ տվյալների էլ Հայաստանը թեկուզ հարևան երկրների հետ համեմատած առաջատար է։ Դուք այստեղ փաստաբանների աշխատանքից եք խոսում, դատական համակարգի հետ կապված խնդիրներ այստեղ չկան։ Ինչ որքանով եք դուք ճիշտ համարում, որ Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը այսպես ոտքի վրա գնահատականներ տալ դատական համակարգին։ Որպես նախկին ներկայացուցիչ եմ ես կարող եմ ասել, որ երբ որ ես էի աշխատում Հայաստանի հանրապետության դատական համակարգում, ամեն դեպքում մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի աշխատել են Վճռաբեկ դատարանը, որպեսզի Վճռաբեկ դատարանի որոշումները լինեին հնարավորինս հիմնավոր, հնարավորինս համոզիչ եւ դատական համակարգում, փաստաբանական համակարգում կարող եք դուք խոսել եւ տեսնել, որ սկսած 2000 կարծում եմ 7-8 թվականից մի քանի տարի բոլորովին փոխվեցին Վճռաբեկ դատարանի որոշումների, այսպես ասեմ, ձևաչափը եւ ես ուրախ եմ, որ ինձ եւս պատիվ է վիճակվել այդ աշխատանքի որոշակի մասնակցություն ունենալու որպես քրեական պալատի նախագահի, այսպես խորհրդական հետո Վճռաբեկ դատարանի նախագահի եւ խնդիրը այն էր, որ իմ գործը դատական ակտերի վրա աշխատելն էր եւ ես դա տեսնում էի, այսինքն ջանքեր գործադրվում են դատական համակարգի կողմից։ Պարոն Մելիքյան, մենք այսօր խոսում ենք Հայաստանի եւ Ղարաբաղի մարդու իրավունքների ոլորտում եղած խնդիրներից, բայց փաստորեն մենք այս առումով առաջատարն ենք, հա, թեկուզ դիմումների տեսքով։ Ինչ է կարծում, սա ինչ ազդեցություն կարող է ունենալ միջազգային կառույցներում դիմումների այս աննախադեպ աճը։ Նախ նորից ասեմ, որ ես թվերի հետ չեմ աշխատել, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, եւ ես նշեցի մի քանի գործոններ, որոնք որ ցույց են տալիս, որ իսկ գուցե վատ չէ, ընդհակառակը լավ է, որ դիմումների քանակը մեծ է։ Օրինակ, պայմանական ընդունենք մի երկիր, որտեղ որ մարդու իրավունքների շատ ավելի մեծ խախտումներ են տեղի ունենում, բայց պետությունը անընդհատ խոչընդոտում է Եվրոպական դատարան դիմելուն։ Այսպիսի իրավիճակ չի, չէ՞ մեր մոտ։ Կամ չկան բավարար թվով պրոֆեսիոնալներ, որոնք կարող են դիմել Եվրոպական դատարան, մարդիկ դրա տեղը չգիտեն։ Այսինքն մենք բացասական դա չգնահատենք միանշանակ եւ չասենք, որ սա ինքնին շատ վատ է։ Փաստն այն է, որ կարող եմ գնահատել նաև շատ երկրներում լինելով։ Հայաստանում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի տեղը շատ ավելի շատ մարդ գիտի, քան
վստահաբար կարող եմ ասել Ֆրանսիայում, որտեղ հենց գտնվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանը, չէ՞ որ Ստրասբուրգում է գտնվում, որը Ֆրանսիայի տարածքում է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այս գործոնը տարբեր բացատրություններ կարող է ունենալ։ Այո, չեմ ուզում գնահատականներ տալ եւ կոռեկտ չեմ համարում Հայաստանի իրավապահ համակարգին, դատական համակարգին գնահատականներ տալ, բայց ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում կան խնդիրներ, իսկ ով է ասում, որ չկան։